Անկախ պետությունների համագործակցության մշակութային մայրաքաղաքն այս տարի Մեղրին է։ Որոշումը կայացրել են կազմակերպության համանախագահները։ Հայաստանի հարավում մշակութային անցուդարձը սկսված է։ Հյուրեր են եկել ոչ միայն Երևանից ու Հանրապետության մարզերից, այլև ԱՊՀ երկրներից։ Առաջին միջոցառումը վերանորոգված մանկապարտեզի բակում կանաչի ավելացումն է, ծառատունկը։ Պաշտոնյա քաղաքացի բահերը վերցրել, ծառերը բերի հողն են դնում։ Մշակույթը որպես համագործակցության եւ գործընկերության խաչմերուկ շատ կարեւոր ձևաչափ է եւ բնականաբար հենց մշակույթից են սկսում բոլոր երկխոսությունները, բոլոր այն մտքերը, որ կարող են հետո առարկաանալ թե քաղաքական ասպարեզում, թե տնտեսական ասպարեզում, թե այլ ուրեմն ասպարեզներում։ Մենք մանրամասնորեն կվերաբացահայտենք եւ մեր համար եւ մեր հյուրերի համար Մեղրին եւ իր շրջանը։ Հաջորդ կանգառը Արտեքսպո ցուցահանդեսն է։ Տաղավարներում ԱՊՀ երկրներից ժամանած հյուրերը ներկայացնում են իրենց մշակույթը՝ տարազներ, ուտեստներ, կտավներ եւ այլն։ Կազմակերպիչների խոսքով մշակութային միջոցառումները համայնքներում զբոսաշրջությունը զարգացնելու լավագույն ճանապարհն են։ Զբոսաշրջային մեծ ներուժ եմ տեսնում Մեղրիում։ Եղել ենք Սուրբ Հովհաննես վանքում, որը թվագրվում է 16-րդ դարով։ Այն ուղղակի հիասքանչ էր։ Երբ այնտեղ էինք, հայ գործընկերոջս հարցրեցի, ինչու մինչև հիմա այս արժեքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում չէ։ Վստահ եմ 2026-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը դառնալու է զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկը։ Շնորհավորում եմ մեղրեցիներին։ Տոնական օրն ամփոփում են նամականիշի մարմամբ, որի գինը 320 դրամ է, քանակը 10,000 հատ։ Մեղրիում մշակութային միջոցառումները կշարունակվեն ամբողջ տարի։ Կկազմակերպվեն արհեստների, ժողովրդական երգի պարի, նռան, գրքի փառատոններ, տարածվեստ, ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների հանդիպում, տարբեր ցուցահանդեսներ, մշակույթի նախարարության թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղեր։ Այս ամենը վստահ են խթանելու է Մեղրիի եւ ընդհանրապես Սյունիքի մարզի ենթակառուցվածքների զարգացումը, աշխուժացնելու մշակութային եւ զբոսաշրջային կյանքը։ Արամ Մարանդյան, լուրեր։